Կրեմլի հրահանգով Սալավյովի սպառնալիքը հայության նոր ցեղասպանություն կոտորած եղեռնով հայությանը բաժանել է կասայի 3 մասի, մի մասը մեծ մասը տարակուսանք զարմացած ապա կողմնորոշված է, մի ուրիշ մասը այդ Կրեմլի սիրահարներ, Կրեմլի զուգահարներից դուրս չեկողների, Կրեմլի բարև զուգահարներում այնտեղ լավություն անողների այդ մասսան է, որը որ հիացած ու զարմացած ատեղի ենք մենք զարմանում, որ չենք ուզում ռուսը մեզ կոտորի, թալանի սպանի, այդա հայդին թալանը սպանում կոտորում է, էլի այդեղ հայդին ռուսը բռնաբարում է, էլի կարևոր թուրքը չի, էլի կարևոր թուրքը չի, ազարը ուրիշ է, ազարի հետ չեմ, ազարին էլ են իրենք լավ կողմնակից, որ ազարը իրենց թալանի բռնաբարի սպանի, խոշտանգի, կարևորը թուրքը չլինի, այդ ոգեշեղված, այլասեղված, այդ պրոպագանդայի ոչ թե զոհ, այլ մասը հանդիսացող այդ հայ անուն ազգանունով այդ զանգվածի ինչքան բացահայտվում է, այնքան ես ապշում եմ, էլի ինչքան շատ են մեր մոտ այդ ռուսկի միրը, ռուսական տերորը, բոլշևիկյան կարմիր տերորը, ոնց է այդ մասային բուծել, զարգացրել, երբ որ 1920 թվականին ռուսներն ու թուրքերը Հայաստանը գրավի երկու կողմից, սովետական Հայաստանի բնակչությունը կազմում էր 750,000 և ամբողջ կարմիր տերորի ժամանակ 1920-ից 54 թվականը օֆիցիալ 45,000 մարդու գնդակահարության հոդված կա, օֆիցիալ, այդ բանտերում տանջամահեղացները, գուլագներում տանջամահեղացները, մլիցեքում ձեռը ծեծու ջարդից մահացածները, այդ որ մեկին ձերբակալում են, կանայք մայրերը գնում են իրենց տնեցքին ազատ թողելու համար փող են տալի, գցում օբշակ այդ մայրերին, քույրերին կանանց բռնաբարում, հետո ջարդուխորթ են անում, կացնահարում, շպրտում դուրս դրանց չհաշված, 45,000 մարդու գնդակահարության հոդված կա, 37-38 թվականին այդ կարմիր տերորի ժամանակ օրական 1500 մարդու, ամսական 1500 մարդու գնդակահարության հոդված է եղել, դրանից 3 անգամ ավել գուլագների ուղարկելու պլան է եղել, Միկոյանն էլ եկավ 750-ով ավելացրեց, մարդկանց փողոցներից բռնում տշելով տանում են քաղմածներ, Միկվաածեի շենք կենտրոնն այնտեղ էր, մարդկանց խոշտանգելով, տանջելով, եթե չէր ստորագրում Սիբիր էին ուղարկում, եթե ստորագրում էր տանում են գնդակահարության, օրական 2 ավտոբուս, այդ պիկ ժամերին, որ 2 ավտոբուս եք տենում, այդպես պիկ լցած, մարդկանց տանում են Ծիծեռնակաբերդի բարձունքների գնդակահարում, լցում էին փոսերը, օրական 2 ավտոբուս, ամեն օր 37-38 թվականին, Ծիծեռնակաբերդի բարձունքները ոնց որ հիմիկվա ռեալով գառնուց հեռու էլի, տենց Գառնի Գեղարդից հեռու, տենց Ազատան լճի այդ սարերը, ասենց պատկերացնենք, այդքան Երևանից հեռու եղել, տենց տոկոսային հաշված էլի, Երևանից հեռու ծայրամասն է եղել Ծիծեռնակաբերդի բարձունքները, վերջում էլ այդ Թուրքիայի ցեղասպանության հուշահամալիր կառուցելու ժամանակ այդ քանդած այդ ոսկորները աղացել են Շեբենի ավազի հետ, այդ բետոնի մեջ են օգտագործել, այդ հերիք չի մարդկանց առևանգել են փողոցներից, տներից, գործի տեղից հանել, կոլխոզներից, տալ Սիբիրներ են ուղարկել, այնտեղ մեծ մասը հետ չի եկել, այդ գնդակահարության հոդվածի մեջ էդի չի մտնում, մարդկանց տալել են օրական 2 ավտոբուս, նորից են կրկնում, պիկ ժամերին, որ այդ 2 ավտոբուսներ տանում եք, այդտենց պիկ լցած, օրական 2 ավտոբուս տալել են Ծիծեռնակաբերդի բարձունքների գնդակահարել, լցել փոսերը, հետո էդի փակել են, հուշահամալիր կառուցելու ժամանակ այդ ոսկորների ջարդ են մշրել, բետոնի մեջ են լցել, վերացրել են հետքերը, ու մենք հələ մեր մեջ մարդիկ կան, որ տարակուսում են ռուսը թե թուրքը, ինչ տարբերություն թշնամինով է ռուսը լինի, թե թուրքը լինի, դա ցեղասպանության նոր կոտորածի սպառնալիքը հստակ դիրքորոշում պիտի ունենաք, Հարություն ջան, ինչ տարբերություն ռուսն է, թուրքն է, լինի եվրոպացի, ամերիկացի, չինացի, թե պապուասցի, նեգրը լինի, ուսկագլազի լինի, ինչ տարբերություն, ցանկացածը, ով մեր հարգում է մեր օրենքներն ու մեր սովորությունները, մենք կհարգենք, կպատվենք, ով որ ոտնձգություն անի, թշնամական վերաբերմունք ունենա հայության ու Հայաստանի հանդեպ, մեր թշնամին է, անողը պիտի վերացնենք, ոնց որ Գարեգին Նժդեհը, ոնց որ Կիլիկյան Հայաստանը